Հայաստանում ձևավորվում է թվային կրթության որակի ապահովման միասնական գործիքակազմ, աջակցելու բուհերին թվային և հիբրիդային կրթության պլանավորման ու գնահատման գործընթացներում։ Այդ նպատակով մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը e-Campus Erasmus+ ծրագրով հյուրընկալել է միջազգային աշխատաժողով նվիրված բուհերում թվային ուսուցման և գնահատման որակի ներքին ապահովմանը։ Ուսանողության այդ կամպուսը փոխվում է հասարակ տարածք լինելուց, որտեղ ուսանողները շփվում են, սովորում են եւ այլն, դառնում է վիրտուալ, որտեղ ուսանողները կարող ներկա չլինեն այդ կամպուսում, on-line լինեն, բայց մասնակցեն համալսարանի կրթությանը եւ ստանան հավասար դիպլոմ, որ տրվում է դրա համար։ Այս խնդիրը կյանքը մեզ ստիպում է մտածել դրա մասին, չենք կարող արգելել եւ դրանով լուծել հարցերը, դրա համար պետք է այդ ալիքը ընդունենք որպես արգա եւ որակի ապահովումը ինչպես միշտ գնահատում է հնարավոր ռիսկերը եւ համալսարանը ինքը պետք է գնահատի իր հնարավոր ռիսկերը ու հասկանա ոնց կառավարի այդ ռիսկերը, իսկ որակի կենտրոնը անելու է արտաքին գնահատում դրա համար։ Աշխատաժողովում քննարկվեցին եւ մշակվեցին որակի չափանիշներ, ինքնավելուծության գործիքներ եւ կիրառման ուղեցույցներ։ e-Campus Erasmus+ ծրագիրն աջակցում է հայաստանյան բուհերում ներառական ու որակյալ թվային կրթության զարգացմանը, բարելավելով ուսուցման կազմակերպումն ու ապահովելով ուսանողների ներգրավվածությունը։ Նախագիծը մի շարք խնդիրներ է դրել եւ հետեւողականորեն գնում է այդ խնդիրների լուծմանը։ Առաջինը ստեղծվել է դասախոսների կամ բուհերի դասավանդողների թվային կարողությունների շրջանակ, որը սահմանում է դասավանդման եւ ուսումնառության ընթացքում դասախոսները ինչ կարողանություններ պետք է ունենան, ինչի տեխնոլոգիաների պետք է տիրապետեն եւ ինչպես պետք է իրագործեն դրանք դասավանդման ուսումնառության գործընթացներում։ Աշխատաժողովը կարևոր հարթակ է, որտեղ միջազգային փորձը չի դիտարկվում որպես պատրաստի մոդել։ Փոխարեն այն համադրվում է Հայաստանի բուհերի փորձի ու կարիքների հետ համատեքստին համապատասխան լուծումներ մշակելու նպատակով։ Արհեստական բանականությունը մեր համալսարանում կիրառվում է, սակայն ոչ բոլորի կողմից։ Որոշ գործընկերներ այն արդեն օգտագործում են դասավանդման մեջ։ Ես օրինական կիրառում եմ ֆիզիկական արհեստական բանականության եւ թվային հումանիտար գիտությունների դասընթացներում, օգնելով արագացնել համակարգերի զարգացումն ու նախատիպերի մշակումը։ Իհարկե, երկօրյա քննարկումների առանցքում առցանց կրթության պայմաններում արդար ու անաչառ գնահատման եւ ակադեմիական ազնվության ապահովման հարցերն են։ Ծաղկանուշ Միրզոյան, Հովհաննես Քյոսյան, լուրեր։